Սերժ Սարգսյանը որևէ բարոյական իրավունք չունի իր ձեռքը դնել թե Աստվածաշնչի եւ թե Սահմանադրության վրա, գտնում է Ժառանգություն կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։ Վաղը Աստվածաշնչի վրա իր ձեռքը չի դնի Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանը, սակայն սա չի նշանակում, որ վաղը նա չի երդվի իր ընտրողների առաջ։ Ուզում եմ հիշեցնել Ռաֆի Հովհաննիսյանի ելույթը եւ կոչը վեհափառին ապրիլի 9-ին փրկել ավետարանը եւ չեմ կարծում, որ Ռաֆի Հովհաննիսյանի եւ նաեւ ժողովրդի մյուս հատվածի ցանկությունը, ովքեր դեմ են, որ կեղծիքների լեգիտիմացման համար օգտագործվի նաև հոգևոր իշխանությունը եւ նաև ավետարանը, այս չլուծված վեճի եւ ճգնաժամի պայմաններում ուղղակի մյուս կողմը ինքը շահարկման առարկա դարձնի ավետարանը կամ հոգևոր իշխանությունը։ Իսկ ինչ տեղի կունենա վաղը Սերժ Սարգսյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի երթմնակալությունների ժամանակ, ինչով կավարտվեն այդ միջոցառումները, Ստեփան Սաֆարյանը դժվարանում է կանխատեսել, սակայն մի բանում վստահ է՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը չեն կրկնվի։ Եթե Ռաֆի Հովհաննիսյանի համար միևնույնը կլինի թե չի լինի մարտի 1, ապա բազմաթիվ անգամներ մենք դիմաց կլինեինք այն քայլերին, որոնք պահանջում է ժողովուրդը, այն է գնալ Բաղրամյան 26 շրջափակել, նստել, չհեռանալ եւ այլն եւ այլն։